Անաչափ լավ չեն գործում։ Ես մի քիչ չհաշվում, քանի որ թեման իրականում շատ կարևոր է։ Պարոն Գևորգյան, տեսեք, երբ որ ժամանակին այդ սահմանափակումները ներկայացվում էր, այն ժամանակ ֆինանսների նախարարությունն էր սա ներկայացնում խաղային ոլորտի իրենց տիրույթում էր։ Այս հարցերը այն ժամանակ էլ են հնչել։ Այսինքն, եթե մի բան մենք չենք կարողանալու ապահովել դրա կիրարկումը, ինչ իմաստ ունի ընդհանրապես սահմանափակել, բայց ես ինչքան հիշում եմ, մեզ ասում են, որ ամեն դեպքում կան տարբերակներ, ու պարզ է, որ միշտ էլ ինչ-որ սողանցներ կգտնվեն, բայց այնպես էլ չի, որ ինչ-որ քայլեր ենք նկատում, որովհետև ընդհանրապես բաց է, փորձի համար կարող են ցանկացած մարդ մտնի փորձի, տեսնի ինչ-որ հասանելիություն կա, ասենք այնպես չի, մեկը արգելափակել են, հաջորդ օրը մյուսն են բացել, հետո այն մյուսն են արգելափակել, այն մյուսն են բացել, այս առումով կարծում պիտի մեր բանը ինտենսիվացնենք, որովհետև ստացվում է մենք օդի մեջ այստեղ խոսել ենք։ Բանի հետ կապված, բանկային քարտերի հետ կապված, այդտեղ էլ է բարդ իրականում, որովհետև կարող է բանկային քարտից ուղիղ փոխանցում չանեն, ինչ-որ հարթակների միջոցով փոխանցում անեն, այսինքն շղթան փակելը ես պատկերացնում, որ տեխնիկապես բարդ է, իսկ գովազդը խոսքը մենակ չի վերաբերվում դրսում գրանցված ընկերությունների գովազդին, ասենք Facebook-ում ինձ ուղարկել են Հայաստանում կոնկրետ խաղատան գովազդ։ Հիմա ուզում եմ հասկանամ, որ պետական կառույցն է սրա հետևից գնալու եւ բանի մասով էլ, քանի որ դրա մասն էլ խոսացիք, Թուրքի մասով ու ինտեգրացիայի մասով որ խոսում եք, այդ էլ ուզում հասկանալ, ինչու ենք մենք սպասում, որ օպերատորի ընտրությունը լինի, հետո ինտեգրացիայի մասին նոր կարգավորումներ բերենք, այդ կարգավորումները հիմա էլ չենք կարող անենք։ Ուզում եմ ասել, այդ ժամանակային առումով պիտի մեկը մյուսից հետո լինի կարգավորումը։ Չէ, այստեղ ես որպես վերահսկող մարմին շատ բան չեմ կարող ասել, կարծում եմ լիազոր մարմնի տիրույթի ավելի շատ հարց է, թե երբ կարգավորումը կփոխի թուրքերի բարձրացման նվազման, որտեղ ֆիսկալ հարցեր կան, իսկ ֆինանսների նախարարության գործընկերները պետք է ներգրավված լինեն եւ լիազոր մարմինը այսպես էկոնոմիկայի նախարարությունն է, բայց որևէ արգել չունենք, այսինքն կարանք ավելի շուտ անենք, կարանք ավելի ուշ անենք, այսինքն այդտեղ ուղղակի քաղաքականության ավելի շատ հարց է, թե ոնց ենք մոտենում հարցի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է որ գործողություն որևէ չի արվել, իրականում արվել է ֆինանսների նախարարության գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի նիստ եւ մոտ 50 կայք է ցանկով որոշվել, որ պետք է արգելափակվի, այդ ցանկերը ուղարկվել են տելեկոմ օպերատորներին, նրանք արգելափակել են, բայց այդ արգելափակումները չեն գործում այն արդյունավետությամբ, որը մենք կուզեինք տեսնել։ Այսինքն այսօր էլ որ բացեք, չեմ ուզում որպես գովազդ ինչ-որ կայքի անուն հնչեցնել, բայց ցանկը կա, կարող եք ցանկից ինչ-որ կայքեր ընտրել, փորձել ու իրոք արգելափակված է, գրվում է որ ֆինանսների նախարարից ինչ հրամանով արգելափակված է։ Բայց դա համատարած չի ու ոնց որ ասում դա օպերատիվ չի։ Այսինքն եթե սպասենք ամեն անգամ այդ հանձնաժողով հավաքվի, որոշում կայացվի եւ այլն ուղարկվի, այդ չի ստացվի։ Ու դրա համար այդ կարգավորումն ենք առաջարկում, որը պարոն Զաքարյանի հետ ենք քննարկել կարճ։ Այդ կարգավորումը կարծում ենք ավելի օպերատիվ ու գործուն կլինի այս խնդիրը լուծելու համար, ոնց որ մեկ հարց էլ տվեցիք։ Արգելափակումները դա է, այսինքն կան արգելափակված կայքեր, բավականաչափ արդյունավետ չի մեր կարգավորումը այսօր, քանի որ process-ը ինքնին բավականին դանդաղ է, կարծում եմ process-ը պետք է լինի շատ օպերատիվ ու ընդհանուր ամենօրյա կտրվածքով, գովազդի հետ կապված երրորդ հարցը, գովազդի վերահսկողությունը վերահսկող մարմինը դա պետական կամարտների կոմիտեն է, մենք պարբերաբար տուգանում ենք տարբեր կազմակերպությունների նման գովազդներ անելու համար, հիմնականում դրանք խաղատներ են, այսինքն եթե կան դեպքեր, խնդրում եմ կիսվել մեր հետ, բայց մենք ինքներս օպերատիվ ամեն օր հսկում ենք եւ տարբեր դեպքերով տուգանքներ լինում են, բայց նորից, եթե մի կազմակերպություն Հայաստանի ռեզիդենտ է գրանցված եւ այլն, հնարավոր է տուգանել, բայց շատ դեպքերում այդ հնարավորություն չկա։ Շատ լավ, այդ դեպքում պարոն Գևորգյան, երբ լիագումար նիստերի դահլիճում էլ մեր քաղաքացիներին մի հատ էլ այդտեղ հարթակը մի քիչ ավելի լայն լսարան ունի, տեղեկացնենք, որ եթե նկատեն նման գովազդներ, անպայման ուղարկեն պետական եկամուտների կոմիտեի, հատկապես երբ որ գովազդատուն հայտնի է, եթե տուգանում եք ու էլի են գովազդում, նշանակում կարելի է անգամ մտածել այդ պատասխանատվությունը խստացնելու մասին, ընդհանուր քրեական պատասխանատվություն, որտեղ հարցը շատ կարևոր է,
Իսկ ինչ վերաբերվում է բանին, այդ միջգերապետ տեսչական հանձնաժողովի նիստին, ձեր հետ լրիվ համաձայն եմ, որովհետև մինչև մի ամիս որոշեն նիստ անեն, հետո նիստը անեն, մի 2 ժամվա ընթացքում քննարկեն 50 հատ կայք արգելափակեն, նիստը վերջանա արգելափակեն 5 րոպե հետո ուրիշ կայքը ինքը ոչ, ես մտածում եմ, այսինքն այդ նիստը պիտի ընդհանուր խաղի կանոնները ինստիտուտը որոշի, հետո դրանից հետո արդեն ինքը բանով գնա, բայց դե հույս ունեմ, որ այս մեր խոսակցությունը բոլորն էլ լսում են ու պիտի մենք մեր ընդունած օրենքների հարցում հետևողական լինենք, որովհետև շատերն են հարցնում ու ստացվում է իրականում պատասխանելու բան չունենք։ Այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ, այս թեմայով։ Չկան, այդ դեպքում առաջարկում եմ, բանի հետ կապված էլ մոռացա ասել, արագացված ընթացակարգի հետ կապված, քանի որ օպերատորի հարցը մեզ համար շատ կարևոր է ու բազմաթիվ անգամ մենք ենք պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել, թե երբ հայ վերջո օպերատոր լինելու ու քանի որ դա մեզ համար համ կարևոր է ֆիսկալ իմաստով, որ ստվերային բաները հասկանանք, համ էլ կանխարգելման իմաստով, այդտեղ լիքը բաներ կար, որ քննարկում ենք օպերատորի ընտրությունից հետո անենք, դրա համար կարծում եմ գործընկերները դեմ չեն լինի, որպեսզի մենք երկրորդ ընթերցումը առաջարկենք անել առաջին ընթերցումից 24 ժամ հետո, բայց այդ լրամշակումները դուք կհասցնեք առաջինից երկրորդ ընթերցում, որ ասում եք իրավական։ Երկու տեխնիկական հարց է։ Շատ լավ։ Այդ դեպքում հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քվեարկել, ովքեր են կողմ դրական եզրակացություն տալ խաղային գործունեության կարգավորման մասին, օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ, միաձայն կողմ, ովքեր են կողմ, որպեսզի նախագիծը ներառվի հաջորդ նիստին, կողմ, էլի կողմ, միաձայն եւ ովքեր են կողմ, որպեսզի հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։ Էլի միաձայն կողմ, հարակից զեկուցող կլինի, հարգելի գործընկերներ։ Այս երևի լավ, Ալեքսանդր Ավետիսյանը կլինի։ Շնորհակալություն։ Պարոն Գևորգյան, մենք անցնում ենք հաջորդ հարցին, քննարկում ենք կառավարության կողմից ներկայացված գնահատման գործունեության